Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Պարոն Բարսեղյանը խոսքը սկսեց հենց արժեքային տրամաբանությամբ, շեշտելով այդ արժեքները, կցանկանայի այս պատասխանի նաև դրան նախորդած հարցի տրամաբանության մեջ նաև ձեր կարծիքը, հա, լսել պարոն Բաբաջանյան, համեցեք այդ արժեքային տարբերությունները որոնք են այս դեպքում։ Դե արժեքային ընդհանրապես Եվրոպական միության անդամակցելու նպատակները, որոնք մեզ միավորել են մեծ հաշվով ընդհանուր շահերի, արժեքների, նպատակների ընդհանրության շուրջ ենք մենք հավաքվել եւ պետության զարգացման, պետության առաջխաղացման, պետության հարատևության մենք շատ պարզ հանգամանքներ կարող ենք մատնանշել։ Ժողովրդավարությունը դրա օրինակ առանցքայինն է, մարդու իրավունքներ եւ քաղաքակրթական այն ընդհանրությունը, որ ունենք Եվրոպական միության հետ, Միացյալ Նահանգների հետ, սա այն է, ինչ մեզ միավորում եւ տարբերում է մեծ հաշվով մյուս դերակատարներից եւ մյուս խաղացողներից։ Եվ այս ամեն ինչը իհարկե գալիս ամբողջանում եւ այսպես որպես մեկ առանձին ուղղություն խաղաղություն եւ անվտանգության հարցերի վերաբերյալ մեր պատկերացումներն է որոշակիացնում, որտեվ օրինակ իմ համոզմամբ այն ինչով մենք հիմա Գյումրիում զբաղված ենք, Հայաստանը ներքուստ ամրապնդող կարևոր գործընթաց է։ Ժողովրդավարությունը եւ պետականությունը Հայաստանում հավասարազոր իրողություններ են։ Ժողովրդավարությունը հանես, պետություն չի լինելու։ Այդ դրա համար մենք ահռելի ջանք պիտի գործադրենք, որպեսզի ժողովրդավարական գործընթացները անշրջելի դարձնենք, որպեսզի պետության հարատևությունը կարողանանք ապահովել։ Ինքն էլ իր հերթին խաղաղություն ապահովող գործընթաց է, որտեղ մեծ հաշվով մենք հիմա շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց եկեք անկեղծորեն ուզում եմ այստեղ մենք բացենք առանց ուժեղ դաշնակիցների, որոնք Հայաստանին դիմակայունություն եւ կարողություն կտան, անհնար է հասնել այն խաղաղության, որ մենք ենք պատկերացնում։ Հետևաբար այն օրակարգը, որ մենք ենք բերում, իրականում խաղաղություն բերող օրակարգ է։ Եվ այս խոսակցությունը, այս ընտրությունները մենք նաև փորձում ենք օգտագործել այս նպատակները եւ այս հանգամանքները մարդկանց իրազեկելու համար։ Հետևաբար այդ բաղձալի խաղաղությունը մեծ հաշվով առանց մեր օրակարգը առաջ մղելու, առանց մեր օրակարգը հաշվի առնելու չի լինելու, որովհետև Հայաստանի խաղաղության շանսը ուժեղների դաշնակից լինելն է, ուժեղների հետ ուրեմն անվտանգություն կիսելն է, եւ կարծում եմ, որ մենք արդեն այս ընկալումը ունենք մեր հանրության մոտ։ Հիմա դա նաև կոնկրետ Գյումրիում քաղաքական կապիտալի, քաղաքական քվեի վերածելու ժամանակն է։